Տիր մեդիան ներկայացնում է։ Ողջույն սիրելի հետևորդներ, Տիր մեդիայի եթերում հարցեր ապագայից հաղորդումն է։ Ես Նիկա Իսրայելյանն եմ եւ այսօր ես ու իմ հասակակիցները փորձելու ենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնցից կախված է մեր վաղվա օրը։ Մենք ուզում ենք հասկանալ, ինչպիսին է լինելու մեր ապագա Հայաստանը, որքանով է այն լինելու ապահով, անվտանգ եւ հզոր։ Այսօր մենք խոսելու ենք ամենակարևորի մասին։ Առաջիկա ընտրություններից մինչև մեր երկրի առջև ծառացած մեծ մարտահրավերները։ Մենք հյուրընկալվել ենք ազգային ժողովրդավարական բևեռի ընտրացուցակում առաջին համար Գևորգ Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, շնորհակալ ենք, որ համաձայնեցիք հանդիպել մեզ հետ եւ պատասխանել հենց երիտասարդներին հուզող հարցերին։ Դե ինչ, սկսեցինք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպիսին եք դուք 14 տարեկանում եւ ինչ երազանքներ ունեիք։ 14 տարեկանում գտնվում էի զինվորական ծառայության մեջ, որովհետև ես 14 տարեկանից կարելի ասել ծառայել եմ բանակում, բայց տեսեք ինչպես։ 14 տարեկան է, երբ ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը եւ ուզում էի զինվորական դառնալ։ Եղել է ձեր կյանքում մի բեկումնային պահ, որն ամբողջությամբ փոխել է ձեզ։ Այո, Վարժան Ավետիսյանի հետ շփումը ամբողջապես փոխեց իմ պատկերացումները եւ քաղաքականության հանդեպ եւ ընդհանուր հայրենասիրություն ձևակերպումը իմ համար դարձավ արդեն առարկայական։ Ունեցել եք վախեր, որոնք ստիպված եք եղել հաղթահարել։ Անշուշտ, իհարկե, ցանկացած մարդ ունի վախեր, տարբեր զգացողություններ, ես էլ որպես սովորական մարդ ունեցել եմ վախեր։ Ինչն է ձեզ ուժ տալիս չհանձնվելու նույնիսկ ամենադժվար պահերին։ Նպատակը։ Որն է ձեր ամենասիրելի կենդանին եւ ինչ դեր ունեն կենդանիները ձեր կյանքում։ Մեծ դեր ունեն կենդանիները իմ կյանքում, չեմ կարող ասել ինչ կենդանիներ եմ սիրում, բայց միշտ արծիվ եմ սիրել։ Ինչ է ձեզ համար նշանակում արժանապատվություն բառը։ Արժանապատվություն բառը ինքը արդեն արտահայտում է այն ամենը, ինչը որ իր մեջ ներառում, այսինքն արժեքների եւ պատվի համակցությունը։ Ինչն է ամենադժվարը քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ ամեն ինչ է դժվար։ Հեշտ բան քաղաքականության մեջ չկա եւ հենց բևեռի գործունեությունը ուղիղ ապացույցն է, որ քաղաքականությունը իրականում շատ բարդ պատասխանատու գործ է։ Շատերը կարծում են, որ հայկական քաղաքական դաշտում բոլորն իրար նման են։ Որն է ձեր սկզբունքային տարբերությունը։ Հայ որ մեզ շատ լուսաբանեն, կտեսնեն, որ այդքան էլ իրար նման չէ։ Բևեռը բացարձակ նման չի ոչ մի քաղաքական կուսակցության, ոչ մի շարժման եւ իր գաղափարախոսությամբ, եւ իր գործունեությամբ, եւ իր էությամբ, եւ իր արժե համակարգով։ Ունեք սխալներ, որոնց համար այսօր զղջում եք։ Բնականաբար մենակ չծնված, մեկ էլ մահացած, մեկ էլ Աստված է անսխալ։ Մնացած բոլոր մահկանացուները մարդիկ ունեն սխալներ եւ սխալները մարդուն էլ ավելի հղկում են, էլ ավելի սովորեցնում են, էլ ավելի են պատրաստում հետագա դժվարություններին, բարդություններին։ Հնարավոր է քաղաքականության մեջ մնալ ազնիվ մարդ։ Բնականաբար։ Այսօր Հայաստանում կա իրական խոսքի ազատություն։ Ոչ այնքան, ինչքան որ մենք ենք պատկերացնում։ Ինչ կպատասխանեք այն մարդկանց, ովքեր վերջնականապես հիասթափվել են դիմությունից։ Գարեգին Նժդեհի խոսքերով չպետք է հիասթափվել, պետք է հիանալ լավերով։ Մենք հենց այդ քաղաքական ուժն ենք, որ ժամանակն է եկել մեզ աջակցելու, որպեսզի ունենանք ազգային իշխանություն։ Ինչպիսի Հայաստան եք ուզում տեսնել 10 տարի հետո։ Առաջին հերթին համերաշխ հասարակություն, միաբանված եւ նպատակին քայլ առ քայլ շարժվող, հզոր, հարուստ եւ առաջին հերթին նաեւ անվտանգ Հայաստան։ Այսօր ի՞նչն է ձեզ ամենաշատը մտահոգում երկրի ապագայի հարցում։ Ամենաուժեղը մտահոգում է
մեր պետականության հետագա շարունակականությունը, որ այսօր շատ վտանգավոր շրջափուլում ենք, հենց երիտասարդների համար ասեմ, որ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում, պետք է ուժ գտնել կասեցնելու այս արհավիրքը։ Որն է այսօր Հայաստանի ամենամեծ չօգտագործված ներուժը։ Ազգային ներուժը երբեք չի օգտագործվել։ Ինչպես կարելի է միավորել այսօր ծայրահեղորեն բաժանված հայ հասարակությանը։ Ազգային գաղափարախոսության շուրջ։ Ինչպես խուսափել նախկին իշխանությունների թույլ տված համակարգային սխալներից, եթե գաք իշխանության, եւ հնարավոր կլինի արդյոք ուղղել դրանք։ Մենք գալու ենք նոր համակարգ հիմնադրելու, ոչ թե սխալները ուղղելու կամ հին համակարգը վերանորոգելու։ Ինչու են շատ երիտասարդներ կորցնում հույսը եւ հեռանում երկրից։ Որովհետեւ այս պահին մեր երկիրը գտնվում է դժվարին, շատ ծայրահեղ, կարելի ասել մահանալու ընթացքի մեջ, եւ մենք փորձում ենք կանխել դա, իհարկե դա հեշտ չի, հեշտ է լինել եվրոպական երկրի քաղաքացի, կայացած երկրի քաղաքացի եւ ընդհանրապես չզբաղվել քաղաքականությամբ եւ ապրել քո առօրյա գործերով։ Իսկ Հայաստանում եւ հայ լինելը եւ Հայաստանի քաղաքացի լինելը ունենալ պատասխանատվություն բավականին դժվար է, բարդ է եւ պատասխանատու։ Ինչ կփոխեք Հայաստանի կրթական համակարգում առաջին հերթին երբ գաք իշխանության։ Կրթական համակարգը հիմնակարային փոփոխության կարիք ունի, պետք է հիմնված լինի մեր ազգային արժեքների եւ արմատների վրա։ Ինչպես կարող է երիտասարդությունն ունենալ իրական ազդեցություն, դուրս գալով սոցցանցային մեկնաբանությունների տիրույթից։ Երիտասարդությունը պետք է փորձի փնտրել այն քաղաքական միավորներին, ովքեր պահում են իրենց ինքնությունը, ովքեր կռիվ են տալիս մեր արժեքների համար, իրավունքների համար եւ այդ դեպքում կունենան նաեւ քաղաքական կողմնորոշում ոչ թե կոնֆորմիզից ելնելով, այսինքն ինչ շահերի դեպքում կարող են համագործակցել քաղաքական ուժերի հետ, այլ ինչ սկզբունքներ, ինչ արժեքներ է դավանում տվյալ քաղաքական ուժը։ Ինչու պետք է երիտասարդները մասնակցեն ընտրություններին։ Որովհետև դա առաջին հերթին նաև քաղաքացու պարտավորությունն է մասնակցել իր երկրի խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ ընտրություններին, որպես քաղաքական ամենամեծ միջոցառում։ Մասնակցություն ունենալ իր երկրի կայացմանը, որովհետև վերջի վերջո ինքն է այդ պատասխանը տալու, ինչպիսի երկիր է ունենալու եւ ինչպիսի հետևանքներ են ունենալու իր հետագա կյանքի վրա։ Ինչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ուզում են զբաղվել քաղաքական կամ հասարակական գործունեությամբ։ Կարդալ։ Եթե երիտասարդը մտածում է արտագաղթելու մասին, ինչ կասեք նրան։ Մի պահ կանգ առ։ Ինչու մեծահասակները հաճախ չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ պետական կարևոր հարցերում։ Երևի կարծրատիպերից ելնելով։ Ինչպես չկորցնել սերը հայրենիքի հանդեպ, երբ շուրջդ միայն խնդիրներ ես տեսնում։ Պետք է քեզ նույնականացնես եւ ընդունես այնպիսին, ինչպիսին կա եւ փորձես լուծել այդ խնդիրները։ Նույնը քեզ հայլու մեջ նայելուց, եթե դու թերություններ կամ ինչ-որ մի բան դուրը չի գալի, չպետք է թողնես հեռանաս ինքդ քեզանից, որտեվ հայրենիքը դա հենց դու ես։ Ինչ խորհուրդ կտաք այն դեռահասներին, ովքեր պատրաստ են պայքարել արդարության համար։ Շնորհակալություն։ Դեռահասներին շնորհակալություն։ Պետք է լինել սկզբունքային եւ պահպանողական։ Ձեր կարծիքով, ինչպես պետք է արտահայտվի ժամանակակից հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը ժամանակի առում չունի եւ ժամանակակից եւ մշտապես հայրենիքի հանդեպ սերը եւ պատասխանատվությունը դա օրգանական կապի մեջ է միշտ։ Ինչն է այս առաջիկա ընտրությունները դարձնում վճռորոշ Հայաստանի համար։ Երբեք չենք ունեցել ընտրություններ, որ կախված լինի թրքացման, Հայաստանի պահպանման մեջ,
գուբերնիա վիլայեթի մեջ, չգիտեմ, սա ինչքանով է երիտասարդների համար հասկանալի, բայց չի եղել ընտրություն, որ լինի գոյաբանական պայքարի շուրջ։ Եվ այս ընտրությունները ունեն ճակատագրական նաև բնույթ։ Շատերը չեն հավատում ընտրությունների միջոցով փոփոխությանը։ Ինչ կասեք նրանց։ Մենք էլ չենք հավատում ընտրությունների միջոցով պայքարը, բայց ընտրությունները լինելով քաղաքական միջոցառում ինքը պատուհան է բացում տեղեկատվական, լուսաբանման եւ իրազեկման, ինչի արդյունքում կունենանք ավելի տեղեկացված հասարակություն, որ իր անելիքները կարող է կազմակերպել։ Որն է այսօր ամենամեծ վտանգը հայաստանյան քաղաքական դաշտում։ Իր իրավունքներից հրաժարումը ու թրքացումը։ Այսօր գաղափարական պայքար կա, թե պայքարն ընթանում է միայն անհատների միջև։ Գաղափարական պայքարը մենք տանում ենք, բայց այսօր հիմնականում պայքարը մեծ ուժերի միջև, վարչական լծակների եւ մեծ ֆինանսական ռեսուրսների միջև է։ Բայց մենք գաղափարական պայքարը տանում ենք, ինչքանով էլ որ դա դժվար լինի։ Որոնք կլինեն ձեր առաջին 3 քայլերը իշխանության գալու դեպքում։ Անցումային կառավարում, անցումային արդարադատություն եւ նոր ընտրություններ։ Եթե պարտվեք ընտրություններում, շարունակելու եք ձեր քաղաքական պայքարը։ Ընտրություններում պարտվել հասկացողությունը սխալ է, որովհետև ընտրություններին մասնակցությունը մեզ քվե տված յուրաքանչյուր քաղաքացի քվե է տալիս գաղափարին եւ մեր պայքարը երբեք չի սահմանափակվել ընտրությունների մասնակցությամբ կամ չմասնակցությամբ։ Եթե հիմա ունենայիք ընդամենը 1 րոպե ժամանակ ողջ հայ ժողովրդին դիմելու համար, որը կլիներ ձեր ուղերձը։ Վերջապես ընտրեք քվեաթերթիկ համար 8 ազգային ժողովրդավարական բևեռին, հավատով, հանուն հայրենիքի եւ ինքնիշխանության։ Իգործ։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքանը։ Բաժանորդագրվեք Ֆիլմեդիա ալիքին։ Հավանեք տեսանյութը եւ կիսվեք։